Որպես մարդ, ով որ ցանկանում է կրիպտովոլորտ մտնել ու ցանկանում է սովորել, բայց ոչինչ չգիտի, ինձ դասավանդող մասնագետին ինչ հարցնի։ Նյուանսները շատ են, հիմա մենք այդ բոլորը կքննարկենք։ Քանի որ այս կրիպտոշուկան Հայաստանում սկսել են աղավաղել եւ ամեն օր դուրս են գալիս նոր ինֆո-ցիգաներ, այսպես ասած, որոնք որ տիրապետում են ինչ-որ ինֆորմացիայի կրիպտոից եւ նրանք սկսում են դասավանդել, առաջին հերթին ինչին պետք է ուշադրություն դարձնեք, դա ոչ թե միայն տրեյդերի պատմությունը կամ իր պլյուս լավորները 1000%, այլ ամենակարևորը իր տված գիտելիքը եւ իրենց ուսանողների իրական արդյունքները, ոչ թե իրենց բարեկամ խնամի ծանոթ, ամեն ինչը ինչ որ շատ տրեյդերներ տալիս են, իրանց կողմից է ստեղծված, իրանք այսինքն մի 100 անգամ փորձել են դա եղել է ու всё։ Բայց այն ինչը որ օրինակ ես եմ տալիս ու շատ մարդիկ ովքեր որ լուրջ են վերաբերում այս ոլորտին, ոչ միայն իրանց ստրատեգիան է, ոչ միայն իրանց ստեղծածն է, ինչ որ նենց բան, որ տարիներով է աշխատել, ոչ թե ամիսներով։ Քանի որ մենք գիտենք, այս շուկան հստակ չի։ Ու եթե դու քո դիսցիպլինային չհետևես քո հոգեբանության, չհետևես գրագետ վերլուծության, գրագետ վերլուծությունը դա գիտելիքն է։ Դու ուղղակի միշտ կկորցնես այս ոլորտում ու կմտածես, որ խափնվում ես կամ խափել են քեզ։ Դրա համար հիմա բոլորը ուզում են դասավանդել, դասավանդում են իրանք ոչ նրա համար, որ իրանք հավես է կամ իրանք դրանով աճում են, այլ քանի որ իրանք դրանով գումար են ուզում վաստակել ուղղակի։ Բայց դասավանդման նպատակը պետք է լինի, որ դու էլ ինքնակրթվես, դու էլ առաջ գնաս, քանի որ ոնց նշեցի, արդյունքները իրանք մասին խոսում են ու մարդկանց ռևյուները, որոնք որ բարեկամների ռևյուները չեն։